Երբևէ փնտրել ես աղոթքին պատասխանելու բանաձևը։ Ինչին է Աստված արձագանքում։ Այս պատասխանը եւ շատ ավելին հաջորդիվ 9-րդ դասին ճշմարիտ հավատքը չի թուլանում։ Դե եկեք փառք տանք նրան։ Ամեն։ Ամեն, ամեն։ Հալելույա։ Դուք կարող եք նստել, մենք շատ ուրախ ենք այսօր։ Արդեն 9-րդ դասում ենք, պատրաստ եք սրան։ 9-րդ դաս, մենք այնքան շատ բաների մասին ենք խոսել, որ կարիք կա շատ արագ կրկնել դրանք։ Մենք կբացենք մեր հիմնարար խոսքով, որը Եփեսացիս 3:10-ն է։ Պողոսն ասում է. եկեղեցիներում հավաքված, ձեզ նման քրիստոնյաների միջոցով Աստծո այս արտասովոր, բոլորդ ասեք արտասովոր ծրագիրը հայտնի է դառնում եւ խոսվում նույնիսկ հրեշտակների մեջ։ Ես սիրում եմ ասել, եկեք հրեշտակներին խոսելու թեմա տանք։ Հալելույա, ես ուրախ եմ։ Արտասովոր, կրկնենք սահմանումը, սովորականից այն կողմ, բացառիկ, հասարակ չափը գերազանցող։ Հականիշներն են հասարակ, նորմալ, սովորական։ Որն է արտասովորի հականիշը։ Նորմալն է։ Դուք հասկացել եք։ Մենք հասկացել ենք, որ Աստված ոչ միայն ցանկանում է, որ մենք արտասովոր կյանք ապրենք, այլև Աստծուն հաճելի է արտասովոր կյանքը։ Մենք չենք կարող հաճեցնել Աստծուն մեր սեփական կարողությամբ։ Բարի լուրը գտնում ենք Պետրոսի ուղերձում, 2 Պետրոս 1:3 ժամանակակից անգլերեն տարբերակից։ Թույլ տվեք մի բան ասել։ Ինչպես նկատեցիք, ես շատ տարբեր թարգմանություններ եմ օգտագործում թե հիմա, թե գրքում։ Ինչու եմ այսպես անում։ Քանի որ բնագրում, եբրայերենում, հունարենում, արամեերենում մոտավորապես 11200 բառ կա Աստվածաշնչում։ Իսկ անգլերենում միջին հաշվով 6000 բառ կա Աստվածաշնչում։ Եվ դուք կարող եք նկատել, որ ես նայում եմ հնարավոր բոլոր թարգմանությունները տեսնելու, թե Աստված ինչ էր ուզում ասել, որովհետև որոշ թարգմանություններում թարգմանվել են բառակապակցություններով, օրինակ նոր կենդանի տարբերակում, որոշ տարբերակներ էլ բառացի թարգմանություններ, բառ առ բառ։ Ռիկ Ռենները, ով հունարենի մասնագետ է, ասել է ինձ, որ հունարենում հիմնականում թարգմանված է բառակապակցություններով, որտեղ եբրայեցիները մտածում եւ խոսում էին բառակապակցություններով։ Այդ պատճառով ես նայում եմ տարբեր թարգմանություններ, հասկանալու իրականում, թե ինչ էր Աստված ուզում ասել։ Կարող եք սրան ամեն ասել։ Մենք չենք կարող հաճեցնել Աստծուն մեր սեփական կարողությամբ, ինչևէ Պետրոսն ասում է 2 Պետրոս 1:3-ում. մենք անհրաժեշտ ամեն բան ունենք Աստծուն հաճելի կյանք ապրելու համար։ Այդ ամենը մեզ տրվել է Աստծո իսկ զորությամբ։ Կամ կարող ենք այսպես կարդալ. մենք անհրաժեշտ ամեն բան ունենք արտասովոր կյանք ապրելու համար, այդ ամենը մեզ տրվել է Աստծո շնորհքով, որտեղ Աստծո շնորհքը այն զորությունն է, որն անհրաժեշտ է արտասովոր կյանք ապրելու համար։ Այսպիսով մենք բացահայտել ենք, որ շնորհքը ոչ միայն ներում է մեր մեղքերը, փրկում հավիտենական մահից, փրկում դժոխքից, տանում երկինք, այլև ներարկում է իր աստվածային էությունը, զորություն տալիս ապրելու ճշմարիտ սրբության մեջ, օգնում է Աստծո արքայությունը բերել այս խավար աշխարհ, որը մեծ կարիք ունի։ Կարող ես սրան ամեն ասել։ Հալելույա, ինձ դուր է գալիս սա։ Եվ թեև շնորհքը ձրի է տրվում, այն կարելի է ստանալ միայն, դե բոլորդ ասեք։ Շնորհքի մեջ մտնելու միակ կերպը հավատքն է, ուրիշ կերպ չկա։ Հռոմեացիս 5:2-ն ասում է. մենք մուտք ունենք շնորհքի մեջ հավատքով, որով էլ հաստատ ենք։ Այն չի տրվում, որովհետև մենք լավն ենք, կամ խանդավառված ենք, կամ անկեղծ ենք, կամ էլ ծառայություններով շատ զբաղված։ Աստծո շնորհքի մեջ մտնելու ոչ մի ուրիշ կերպ չկա, եթե ոչ հավատքի ճանապարհով։ Կարող ես սրան ամեն ասել։ Ես սրան գրքում անդրադարձել եմ, հիմա էլ կասեմ, դուք կարող եք ասել, բայց Ջոն, չէ՞ որ Աստված խոնարհին է շնորհք տալիս։ Այո, բայց եթե նայես թե հին թե նոր կտակարանները, կտեսնես, որ խոնարհությունը եւ հավատքը համընթաց են գնում։ Աստված ասում է. տես, հպարտի սիրտը ինձ հետ չէ, բայց արդարը հավատքով կապրի։ Ինձ հետ եք։ Ուստի Աստված ցույց է տալիս, որ հավատքը եւ հպարտությունը հակառակ բաներ են։ Հետևում եք։ Հիշենք լրտեսներին, որ վերադարձան Խոստումի երկրից, 12-ը վերադարձան, 10 խոնարհ էին, 2-ը հպարտ։
Ահ, սա ճիշտ չէ, դուք գիտեք այն, ճիշտ է։ Քանի որ այն 10-ը երկիրը նվաճելու համար ապավինում էին իրենց կարողության, իսկ այն 2-ը, երբ վերադարձան, ասացին հավատում ենք, որ կարող են գրավել երկիրը Աստծո կարողությամբ։ Մարդիկ կարծեցին, որ 10-ն էին խոնարհ, քանի որ մտածում էին իրենց կանանց ու երեխաների մասին, իսկ իրականում 2-ն էին խոնարհ, որտեղ հավատում էին Աստծո խոսքին։ Եվ մենք գիտենք, որ երբ էլ որ Աստծո խոսքին հավատանք, երբեք չենք ամաչի, սա լավ տեղ է ասելու ամեն։ Լուրը, որ Հռոմեացիս 1:17-ում է ասում է, որովհետև Աստծո արդարությունը նրանով հայտնվում է հավատքով հավատքի մեջ։ Բոլորդ ասեք հավատքով։ Սրա համար էլ կարդում ենք Եբրայեցիս 10:38-ը, արդարը հավատքով կապրի։ Ուզում եմ պատմել իմ Աստծո հետ հանդիպումից։ Իմ փրկվելուց 1 տարի անց, երբ ապրում էի Հյուսիսային Կարոլինայում, դեռ ամուսնացած էլ չէի Լիզայի հետ։ Ես պարզապես երիտասարդ կրակով լցված քրիստոնյա էի, երիտասարդ նաև հավատքի մեջ, շատ անտեղյակ շատ հարցերից եւ երբեք չեմ մոռանա այս հանդիպումը։ Մի երեկո, երբ շատ խորը քնած էի եւ արթնացա իմ իսկ խոսքից։ Քանիսիդ հետ է նման բան պատահել։ Երբ շատ խորն ես քնած լինում, հասկանում եք, ես քնած էի, բայց հանկարծակի վեր թռա, նստեցի մահճակալիս վրա եւ աղաղակեցի այս խոսքերը. Ես ուղղակի փնտրում եմ մեկին, ով կհավատա։ Ես ցնցվեցի եւ մտածում եմ, ինչ տեղի ունեցավ։ Ես միացրի իմ մահճակալի ետևում գտնվող լամպը եւ երբ հետ նայեցի, տեսա, որ իմ մարմնի ուրվագծով մեկ ամբողջովին քրտնած է։ Ես ջերմություն չունեի, ես մտածեցի, օհ, Աստված հենց նոր խոսեց իմ միջոցով։ Եվ ես ակնածանքով լցվեցի կատարվածի հանդեպ։ Եվ հանկարծակի մտածեցի այդ խոսքերի շուրջ, ես փնտրում եմ մեկին, ով կհավատա, ասացի Աստված իմ, ես գիտեմ դա տարրական բան է։ Մի քանի րոպե մտածեցի եւ պառկեցի քնելու, մտածելով Աստված իմ, եթե մյուս անգամ ցանկանաս ինձ արթնացնել ու բան ասել, կարող ես մի լուրջ բան ասել։ Ես հաջորդ առավոտյան, երբ արթնացա, երբեք չեմ մոռանա, բառերը շարունակ հնչում էին մտքումս։ Ես փնտրում եմ մեկին, ով կհավատա, ես փնտրում եմ մեկին, ով կհավատա, ես փնտրում եմ մեկին, ով կհավատա։ Ես փնտրում եմ մեկին, ով օրվա կեսին հասկացա այն։ Ես երբեք չեմ մոռանա դա։ Ես քայլում էի փողոցում եւ հանկարծ բղավեցի, ընդամենը այդքանը, ես բղավեցի, դա հա թե ինչ ես դու ուզում։ Դու պարզապես փնտրում ես մեկին, ով կհավատա քեզ։ Ես սկսեցի մտածել ավետարանների մասին։ Ես մտածեցի, ով էր Հիսուսին ամենաշատը վշտացնում։ Ես չեմ ասում, թե ովքեր էին ամենաշատը բարկացնում նրան, չէ որ փարիսեցիները, այլ ով կամ ովքեր էին ամենաշատը վշտացնում նրան։ Նրանք, ովքեր ուղղակի չէին հավատում, որ Աստված կանե այն, ինչ ասել է, իսկ ով է ամենաշատը ուրախացնում նրան, ով ստիպեց նրան հիանալ ավելի, քան որևէ մեկը, նա ով ուղղակի հավատում էր Աստված կանե այն, ինչ ասել է, թե կանի, ինձ հետ եք։ Աստված ուրախանում է, ասեք ուրախանում է։ Նա ուրախանում է, երբ իր զավակները հավատում են, քանի որ Աստվածաշունչն ասում է, առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել, քանի որ առանց հավատքի չեն կարող մտնել այն շնորհքի մեջ, որը կարողություն է տալիս հաճեցնելու Աստծուն։ Հիմա մի հայտարարություն կանեմ եւ ուզում եմ, որ այն օրհնի ձեր հոգիները։ Ուշադիր լսեք սա։ Աստված չի արձագանքում մեր կարիքներին, նա արձագանքում է մեր հավատքին։ Ոմանց դեմքից երևում է, որ ցնցվեցիք, ես կկրկնեմ։ Աստված չի արձագանքում քո կարիքներին, նա արձագանքում է քո հավատքին։ Ես բազում օրինակներ կարող եմ ցույց տալ ավետարանից ի հաստատումն իմ ասացի, բայց թույլ տվեք անդրադառնալ ընդամենը մի քանիսին։ Նայենք կույր Բարթուղիմեոսին, քանիսը եք հիշում կույր Բարթուղիմեոսին, նա կույր էր, մուրացկան։ Հիսուս գալիս էր Երիքովից եւ նրան մեծ բազմություն էր հետևում։ Երբ Բարթուղիմեոսը լսեց, որ Հիսուսն է անցնում, նա սկսեց աղաղակել. Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Բարթուղիմեոսի շուրջը եղած մարդիկ ասում էին. լռիր, դու խանգարում ես մեր հանդիպումը նրա հետ, բայց Բարթուղիմեոսն ավելի բարձր էր աղաղակում. Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Հիշեք, Հիսուս դուրս էր եկել Երիքովից եւ գնում էր Երուսաղեմ կատարելու իր առաքելությունը այս երկրի վրա։ Ինձ հետ եք։ Հանկարծակի Հիսուս կանգնում է, շրջվում եւ ասում. Ինձ մոտ բերեք։ Հետաքրքիր չի արդյոք, որ Հիսուսի շուրջն այնքան մարդիկ կային, բայց ոչ ոք չկարողացավ կանգնեցնել Հիսուսին իր ուղղությունից։ Բացի այս մարդուց, որ աղաղակում էր Հիսուս, ողորմիր ինձ, Հիսուսն ասաց այստեղ բերեք նրան։ Բարթուղիմեոսին բերում են Հիսուսի մոտ։ Հիսուս նայում է նրան եւ ասում. Ինչ ես ուզում որ անեմ քեզ համար։ Սա կատակ է։ Ինչ ես ուզում որ անեմ քեզ համար։ Այս մարդուն անհրաժեշտ էր ինչ-որ մեկի օգնությունն այստեղ հասնելու համար, քանի որ նա կույր էր, բոլորը գիտեին դա։ Հիսուս վիրավորում է նրան, ոչ, չի վիրավորում։
այլ թույլ է տալիս խոսել իր սրտի առատությունից, ասել իր ներսինը։ Թույլ տվեք ճշմարտությունն ասել։ Եթե Բարթողիմեոսն ասեր, գիտես ինչ, ես չեմ խնդրի, որ աչքերս բացի, քանի որ դա շատ դժվար բան է, բայց կխնդրեմ, որ ձախ ձեռքից գորտնուկը բժշկի, կարող ես անցկացնել դա, նա կստանար ճիշտ այն, ինչ կխնդրեր, կհարցնեք, որտեղից գիտես դա, Ջոն, քանի որ տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Հիսուս նայում է նրան եւ ասում Մարկոս 10:52-ում. Գնա, քո հավատքը քեզ ապրեցրեց։ Բարթողիմեոսին ասածը ստիպեց Հիսուսին արձագանքել։ Անկեղծ ասած, Հիսուս Բարթողիմեոսի համար չէր այդ տեղով գնում։ Նրա նպատակը Երուսաղեմ գնալն էր, եւ նա չէր կանգնի, եթե Բարթողիմեոսը չաղաղակեր։ Բարթողիմեոսի հավատքն էր, որ ստիպեց Հիսուսին կանգնեցնել իր առաքելությունը եւ շրջվել։ Թույլ տվեք մի բան ասել։ Այնտեղ մեծ բազմություն կար, բազմաթիվ մարդիկ կային այնտեղ, հազարավոր կարիքներ կային, բայց դրանցից ոչ մեկը չլուծվեց, բացի այն մարդու կարիքից, ով հավատքով աղաղակեց։ Ես ամեն գնով կհասնեմ քեզ, որովհետև տեսողություն ստանալու կարիք ունեմ, հասկանում եք։ Երբեք չեմ մոռանա, մի մեծ եկեղեցում քարոզում էի, որ միջազգային համբավ ուներ, քանի որ արդեն երկար տարիներ Աստծո շարժը կար այնտեղ, Աստծո զորավոր շարժը։ Ես այնտեղ էի ուրբաթ երեկոյան, երբեք չեմ մոռանա։ Այնտեղ շատ երիտասարդներ կային, մեծ բազմություն էր հավաքված։ Առաջնորդն ինձ ժամանակ տվեց ծառայելու նաև երիտասարդներին, երբեք չեմ մոռանա։ Պաշտամունքից հետո շատ երիտասարդներ առաջ եկան, որպեսզի աղոթեմ իրենց համար։ Ասում եմ ձեզ, նրանք ծարավ ու անկեղծ երիտասարդներ էին, նրանք նայում էին ինձ եւ ասում, Ջոն, ես հարցնում եի, ինչի համար աղոթեմ։ Նրանք ասում են, Ջոն, աղոթիր, որ Աստծուն ավելի շատ ունենամ։ Ես ուղղակի Աստծուն եմ փափագում եւ ես աղոթում եի այդ մարդկանց համար։ Մինչ աղոթում եի, զգում էի, որ ոչինչ չկա, օծություն չկա։ Ոչինչ։ Եվ ես մտածում եի, Աստված իմ, ես տեսնում եմ, որ այս երիտասարդները հուսահատված են, ես գիտեմ, որ նրանք անկեղծ են։ Ինչու օծություն չկա։ Թվում է, թե քո ներկայությունը չկա աղոթքի ընթացքում, հանկարծակի Սուրբ Հոգին ցույց տվեց ինձ։ Նա ասաց, որդիս, նրանք կոնկրետ չեն ասում։ Եվ ես ասացի, մոտեցա հաջորդ երիտասարդին, նայեցի նրան, նա էլ շատերի նման պատասխան տվեց ասելով, ես Աստծուն եմ փափագում, ասացի, գիտես ինչ։ Լավ կլինի, որ ավելի կոնկրետ ասես։ Եթե գներ Միացյալ Նահանգների նախագահի նստավայր, արդյոք կասեիր, ես ուզում եմ ավելի շատ ունենալ ձեր ներկայությունը նախագահ Բուշ կամ ով էլ լինի նախագահ, կարծում եմ Քլինթոնն էր այդ ժամանակ։ Կասեիր, ես ձեզ ուզում եմ ավելի շատ։ Դու կոնկրետ բան կունենայիր նրան ասելու։ Ուզում եմ, որ մի պահ մտածես ու ասես, թե կոնկրետ ինչ ես ուզում Աստծուց։ Կոնկրետ եղիր։ Եվ նույն բանը ես շատերին ասացի։ Հասկացա, որ արդեն 20 հոգու նույն բանն եմ ասել։ Հետո հանկարծ այդ մարդկանց երեսը սկսեց փայլել, մոտեցա մեկին ասացի, դու պատրաստ ես խնդրել հիմա։ Առաջին մարդն ասաց, այո, ես ուզում եմ այսինչ բանն իմ կյանքում, ես սկսեցի աղոթել եւ Աստծո զորությունն իջավ։ Ես շարունակեցի աղոթել մնացածների համար։ Նույնը կատարվեց եւ նրանց պարագայում, քանի որ Աստված ուզում է, որ կոնկրետ լինենք մեր հավատքում։ Ոչ թե ընդհանուր, լսում եք։ Այո, մենք փափագում ենք Աստծուն եւ ավելին ենք ուզում, բայց երբ մենք դա ենք ասում, Աստված ասում է դե կոնկրետ եղիր։ Մենք կորսվում ենք մեռնող սերնդի մեջ։ Ես քո հայրն եմ։ Ես հայտնել եմ ինձ քեզ։ Հայտնիր ինձ քո կարիքները։ Հիշենք 12 տարի արյունահոսությամբ տառապող կնոջը։ Նա 12 տարի տառապել էր, դիմել էր բժիշկների, որոնք չէին օգնել նրան։ Հիսուսի շուրջը մեծ բազմություն կա։ Գիտեք ինչ անում այս կինը։ Նա անցնում է բազմության միջով, նա ասում է, եթե միայն դիպչեմ նրա հագուստի ծայրին կբժշկվեմ։ Նա խոսեց, նրա հավատքը խոսեց։ Շատ հետաքրքիր է։ Հիսուս քայլում է, իսկ կինը անցնում է փոշու եւ մարդկանց ոտքերի միջով, դիպչում հագուստի ծայրին։ Հիսուսն հակարծակի շրջվում է եւ հարցնում. ով դպավ ինձ։ Աշակերտները զարմացած նայում են նրան. ինչ է կատարվում մեր ղեկավարի հետ, մարդիկ հրում են քեզ եւ դու դեռ հարցնում ես ով դիպավ քեզ։ Հիսուս անտեսելով նրանց ասածը հարցնում է. ով դիպավ ինձ։ Կինը հասկանալով որ չի կարող թաքնվել դողալով առաջ եկավ ծնկեց ու ասաց. ես արեցի։ Նա ասում է իր ողջ արածը։ Լսեք թե Հիսուսն ինչ է պատասխանում։ Կարդանք Մարկոս 5:30-32-ը նախքան նրա պատասխանը։ Եվ շուտով Հիսուս իր անձում իմացավ, որ իրենից զորություն դուրս գնաց, դարձավ ամբոխի մեջ ու ասաց. ով դիպավ իմ հանդերձի ծայրին։ Եվ նրա աշակերտներն ասացին նրան. տեսնում ես այս ամբոխը, որ նեղացնում է քեզ եւ ասում ես, թե ով դիպավ իմ հանդերձին։ Բայց նա նայում էր 4 կողմը տեսնելու այդ բանը անողին։ Հիսուս չգիտեր, որ այդ կինը գալիս էր բժշկության հետևից, մինչև զորությունը դուրս չեկավ նրա միջից։ Մենք պետք է հիշենք սա։ Հիսուսի հավատքը չէր, որ բժշկեց նրան։ Նրա նախաձեռնությունը
բռնումը չէր, դա նա չէր փտրել այդ կնոջը, ինչպես այն դիվահարին, որ Գալիլեական ծովի մյուս ափին էր։ Նա չգտավ կնոջը, այլ կինը գտավ նրան։ Ամեն բանի նախաձեռնողը եւ կատարողը կինն էր, նախքան Հիսուսի իմանալը։ Որովհետեւ լսեք, թե ինչ է պատասխանում նա։ Հիսուսն ասաց նրան. «Դուստր, քո հավատքը ազատեց քեզ, գնա խաղաղությամբ եւ տանջանքիցդ առողջ եղիր»։ Եվ կինը առողջացավ։ Ինչ կասեք հույն կնոջ մասին։ Մի հույն կին կար այնտեղ, Տիրոսի եւ Սիդոնի կողմերից, կարծում եմ սա զարմանալի է։ Մեծ հավաքույթներ անելուց հետո Հիսուս հոգնած լինելով մտնում է մի տուն հանգստանալու։ Նա իր աշակերտների հետ էր այդ տանը։ Այս հույն կինը գտնում է Հիսուսին, նա մտնում է այդ տուն, եւ լսեք, թե Աստվածաշունչն ինչ է ասում։ Աստվածաշունչն ասում է, որ նա շարունակ աղերսում էր նրան բժշկել իր աղջկան։ Ինչ է նշանակում շարունակ աղերսել։ Այսինքն Հիսուս չէր արձագանքում։ Հետևում եք սրան։ Ես կկարդամ սա ձեզ համար, որպեսզի չմտածեք, թե ինձնից եմ ասում։ Մատթեոս 15:23 եւ նրան պատասխան չտվեց ոչ մի բառ։ Քանիսդ հենց այդ պահին կնահանջեիք։ Դուք ամբողջ քաղաքով մեկ փնտրել եք այս մարդուն, վերջապես գտնում եք ու աղերսում եք ձեր աղջկա կյանքի համար, իսկ նա նույնիսկ մի բառ չի ասում։ Դու խնդրում ես քո աղջկա կյանքի համար, իսկ նա թվում է, թե արհամարհում է քեզ անծանոթների առջև։ Բայց նա չի արհամարվում, քանի որ Հիսուս նայում է նրան, որովհետև գիտեք կինն ինչ է անում, նա շարունակում է խնդրել, եւ Հիսուս վերջապես պատասխանում է, քանի որ կինը տեղի չէր տալիս։ Նա շարունակում էր խնդրել իր աղջկա համար։ Հիսուս վերջապես խոսում է ասելով. «Ես նախ պետք է իմ սեփական ընտանիքին օգնեմ, հրեաներին, ճիշտ չէ երեխաների հացն առնել ու շներին տալ։ Ինչպես ուզում եք մեկնաբանել, Հիսուս նրան շուն է կոչում։ Ուրախ եմ, որ այս կինը ամերիկացի չէր, քանի որ Հիսուս լուրջ խնդիրներ կունենար»։ Մի պահ պատկերացրեք։ Ես ողջ քաղաքում քեզ եմ փնտրել։ Ես եկել եմ խնդրելու իմ դստեր համար, իսկ դու ինձ արհամարհում ես, քիչ է, նույնիսկ շուն ես կոչում։ Էս ինչ քարոզիչ ես։ Սառասայական խտրականություն է, այնպես չէ։ Նա մեծ աղմուկ կբարձրացներ, իսկ արդյունքում ոչինչ չէր շահի, բայց տեսեք ինչ է անում այս կինը, երբ Հիսուս նրան շուն է կոչում։ Այո, Տեր, բայց շներն էլ իրենց տերերի սեղաններից ընկած փշրանքներից են ուտում։ Ես կարծես տեսնում եմ Հիսուսի դեմքի ժպիտը։ Կինը վճռական էր, նա գիտեր, թե ինչ պետք է անել, որպեսզի իր խնդրանքը կատարվեր, ոչ թե մերժվեր։ Հիմա լսեք Հիսուսի պատասխանը նրան։ Հիսուս պատասխանեց նրան. «Ով կին, քո հավատքը մեծ է»։ Այս կինն ավետարանի մի քանի մարդկանցից մեկն է, ում մասին Հիսուս խոսում է որպես մեծ հավատք ունեցող։ Իսկ Պետրոսին եւ մնացած աշակերտներին հաճախակի ասում էր. «Թերահավատներ, անհավատներ, ինչու հավատ չունեք, ինչու եք թերահավատություն անում, ուսումնասիրեք ու տեսեք, թե քանի հոգու Հիսուսն ասաց մեծ է քո հավատքը, որքան հիշում եմ ընդամենը 2, ընդամենը 2 հոգու, այն էլ ոչ հերյա, մեկը հռոմեացի հայրապետն էր, մյուսը այս հույն կինը»։ Զարմանալի է։ Հիսուսն ասաց. «Ով կին, մեծ է քո հավատքը, քեզ լինի, ինչպես ուզում ես»։ Հասկանում եք սա։ Հիսուսն ինքը Աստված լինելով, մարմնացած խոսքը լինելով, արհամարհում էր այս կնոջը, քանի որ նա խոստումի դուստր չէր, բայց կնոջը տրվում է իր ուզածը իր մեծ հավատքի շնորհիվ։ Նորից ասեմ, Հիսուս արձագանքում է հավատքին, ոչ թե կարիքին։ Այս կնոջ խնդրանքն իր կարիքից էր բխում, բայց նա իր խնդրանքը ստացավ, քանի որ հավատաց։ Հասկացաք սա։ Ամեն։ Արդեն պարզ էր, թե ինչու դուք չեք ստանում այն, ինչ արդեն տրվել է, հավատքի բացակայության պատճառով։ Հակոբոս 4:2-ում Հակոբոսը մի հայտարարություն է անում. «Չունեք, որովհետև չեք խնդրում»։ Նա կես սիրտ խնդրելու մասին չի խոսում, այլ հավատքով խնդրելու մասին։ Մենք պետք է կարողանանք գալ Աստծո առջև ու խնդրել նրանից կոնկրետ ոլորտների համար, սրբությամբ քայլելու, ստեղծագործ լինելու, իմաստություն ունենալու, բժշկություն գտնելու, ազատագրություն ունենալու համար, կամ էլ ոչինչ չենք ստանա նրանից, ինչ երկինքն ունի մեզ համար, հատկապես չենք կարող հասնել մեր կորստյան գնացող սերնդին։ Հակոբոսը համարձակվում է նաև ասելու հետևյալը. «Միայն թող հավատքով խնդրի սա»։ Հակոբոս 1:6-ն է։ Ինչ որ խնդրում է առանց երկմտելու, որտեղ երկմտողը նման է ծովի հողմակոծված ու տատանված ալիքներին,
Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից մի բան կառնի։ Հակոբոսը բառացիորեն ասում է դու ոչինչ չես առնի Տիրոջից, եթե հավատքով չխնդրես։ Սա զարմանալի, շատ զարմանալի հայտարարություն է։ Ուզում եմ մի վկայություն պատմել։ Կարծում եմ դա 2002 թվականն էր։ Այդ ժամանակ մի քանի տարի էր, որ Կոլորադոյում էինք ապրում։ Հիշում եք Հեյմենի հրդեհը։ Ես խոսում եմ Կոլորադոյի բնակչության հետ։ Հիշում եք 2002 թվականի հրդեհը, բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն թե ԱՄՆ-ի այլ նահանգներում, թե աշխարհի տարբեր մասերում, ասեմ, որ 2002-ին հրդեհ եղավ, որը կոչվեց Հեյմենի հրդեհ։ Սա Կոլորադոյի պատմության վատթարագույն հրդեհն էր, որքան հիշում եմ 130,000 ակր տարածություն վառվեց։ Այն սկսվեց Դենվերի մոտակայքից եւ տարածվեց մինչեւ Կոլորադո Սփրինգս, այսինքն 35 մղոն հասավ գրեթե մինչեւ Palmer Lake։ Հրդեհը տևել էր 3 շաբաթ, անհավատալի էր, անձրև չկար։ Քամին ուժեղ փչում էր եւ կրակը տարածվում էր։ Չարաբաստիկ իրավիճակ էր։ Հիշում եմ, մեկ շաբաթով քաղաքում չէի եւ կինս ամեն օր զանգում էր ինձ եւ ասում Ջոն, կրակը գնալով մոտենում է։ Նա ասում էր, ես նույնիսկ տեսնում եմ, որ մոխիրը դեպի մեզ է գալիս։ Հիշում եմ, որ մեկ շաբաթ անց ասացի պետք է տուն գնամ։ Հիշում եմ, երբ դեպի մեր գրասենյակ էի վարում, իսկ մեր գրասենյակը Palmer Lake-ում է, որը Կոլորադո Սփրինգսի արվարձանային քաղաքներից է։ Եվ հենց այդ լեռների առջևում, նրանց համար ովքեր չգիտեն, ասեմ, որ մի քանի լեռներ կան, որոնք կոչվում են նախալեռներ։ Այդ լեռների միջով մի ճամփա կա, որ երբ այդ տեղով ես գնում, անմիջապես լեռների միջով ես անցնում։ Կրակը հասել էր այդ լեռներին, այսինքն շատ մոտ էր մեր գրասենյակին։ Քամին օրեր շարունակ փչում էր արևմուտքից արևելք, եւ կրակը տարածվում էր ժամում 1 մղոն արագությամբ, որը բավականաչափ արագ է հրդեհի համար։ Հիշում եմ, որ կրակը 6 մղոն հեռու էր Range Road-ից, որն էլ 7 մղոն հեռու էր մեր գրասենյակից։ Ուստի կրակը 13 մղոն հեռու էր մեր գրասենյակից, այսինքն 13 մղոն հեռու Palmer Lake համայնքից։ Երբեք չեմ մոռանա, որ օդանավակայանից անմիջապես գնացի մեր գրասենյակ, նույնիսկ տուն չգնացի։ Հիշում եմ, որ հավաքել էի 150 արագություն։ Ես տեսնում էի միայն ծխի անծայրածիր քուլաներ, կարծես պատերազմ լիներ, քանի որ տեսնում էի, թե ինչպես է ծուխը իջնում մեքենայից վրա, մինչ ես գնում էի դեպի մեր գրասենյակ։ Հիշում եմ այն մոխիրն ու ծուխը, որի միջով անցնում էր մեքենաս, ես ցնցված էի, քանի որ երբեք նման բան չէի տեսել։ Հիշում եմ, երբ հասա գրասենյակ, տեսա մի բեռնատար է կանգնած։ Տեսա, որ մեր անձնակազմի անդամները, գրքերը, DVD-ները, տեսաերիզները, այն ժամանակ դեռ տեսաերիզներ էինք օգտագործում, տեղափոխում են մեքենայի մեջ։ Մտածեցի, այ քեզ իրավիճակ։ Մեզնից ոչ շատ հեռու այլ ծառայության 2 շենք էլ կար։ Երկուսն էլ էվակուացվել էին, քանի որ դա կամավոր էվակուացում էր։ Հենց որ կրակը հասներ Range Road-ին, էվակուացիան պարտադիր կլիներ, եւ բոլորը պետք է հեռանային Palmer Lake-ից։ Մեր ադմինիստրատորը, որը ներկայիս ադմինիստրատորը չէ, պատրաստվում էր մեզ հեռացնել այդ տեղից, ինչպես արել են մյուս 2 ծառայությունները, երբ մեքենաս կանգնեցրի, հարցրի նրան, սա պարտադիր էվակուացիա է։ Ասաց ոչ, դեռ կամավոր էվակուացիա է, հենց հասնի Range Road-ին պարտադիր կդառնա։ Ասացի, ասա բոլոր անդամներին, որ հավաքվեն սրահում, մենք ժողով ենք անելու։ Մենք մտանք սրահ եւ ես գրատախտակին գրեցի Հիսուս Քրիստոսի խոսքերը։ Ես գրեցի Մարկոս 11:22-ից 24-ը։ Հիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Հավատք ունեցեք առ Աստված»։ Լսեք այս խոսքերը, ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ այս սարին ասի հեռացիր եւ ծովի մեջ ընկիր, եւ իր սրտում չերկմտի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի ինչ որ ասում է։ Նկատեցիք, որ ասում է բառը օգտագործված է 3, իսկ հավատա բառը 1 անգամ։ Շատ հետաքրքիր է։ Ուստի ասում եմ ձեզ, ինչ որ խնդրում եք աղոթքով, հավատացեք, որ կստանաք եւ կունենաք։ Նայեցի իմ անձնակազմին եւ ասացի, հասկանում եք, որ այս խոսքերը ոչ թե ինչ-որ քարոզիչ է ասել, այլ Հիսուս։ Ասացի, նա ասում էր խոսել թշվառության դեմ։ Ես փորձեցի ձեզ ողջ պատմությունը ներկայացնել, որպեսզի ենթատեքստից դուրս չլինի։ Հասկացեք, այն ժամանակ, երբ անձնակազմս աղոթում էր, շատ ջերմեռան չէր, շատ եռանդուն չէր աղոթում։ Ես նկատել եմ, որ երբ մարդիկ հավատք չեն ունենում, կամ միայն ընդհանուր հավատք են ունենում, այսինքն միայն փրկության հավատք, բայց տարբեր իրավիճակներում իրենց հավատքը ուժեղ չէ, նրանք շատ պասիվ են աղոթում։ Օ, շնորհակալ եմ Տեր, որ այդ կրակը չի հասնի մեր գրասենյակին եւ չի այրի այն։ Լսեք, ավելի լավ է լքեք տարածքը, լավ։
Թողեք բոլոր իրերը, ոչինչ մի վերցրեք, շտապեք դուրս գալ, քանի որ քեզ միայն գնալը կփրկի։ Ես մի փոքր հիասթափվեցի, որ իմ անձնակազմը այնքան էլ ուժեղ չի Աստծո խոսքին հավատալու մեջ։ Դուք պետք է հասկանաք, որ հավատքը ծննդոցից մինչև հայտնություն է։ Թեև ես նրանց սովորեցրել էի, ասացի ոչինչ, ես նորից կսովորեցնեմ։ Այս խոսքը գրեցի գրատախտակին, ասացի լավ, եկեք անդրադառնանք այս խոսքի պատմությանը, որ իմանաք ենթատեքստից դուրս չեմ խոսում։ Այս խոսքը ասելուց մի օր առաջ Հիսուս իր աշակերտների հետ գնում էր Երուսաղեմ։ Նրանք անցնում էին թզենու մոտով, Հիսուս ցանկացավ ուտել դրա պտղից, բայց ծառի վրա պտուղ չկար, որտեղ ժամանակը չէր։ Նա անիծեց ծառին ու ասաց ոչ ոք այլևս չուտի քո պտղից։ Հաջորդ օրը երբ կրկին անցնում են այդ ծառի մոտով, Պետրոսը նայեց ու տեսավ, որ չորացել է, ոչինչ չկար բացի 4 ճյուղերից։ Եվ Պետրոսն ասաց. Տեր, սա Մարկոս 11:21-ն է, նայիր, թզենին, որ անիծեցիր, չորացել է։ Մատթեոսի ավետարանն ավելի երկար է ներկայացնում Հիսուսի պատասխանը Պետրոսին. լսեք սա, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե հավատ կունենաք ու չերկմտեք, ոչ միայն այդ թզենու եղածը պիտի անեք, ապա նաև եթե այս լեռան ասեք ելիր եւ ծովը ընկիր, պիտի ընկնի։ Հիսուսն ասում է խոսեք անմիջապես իրավիճակին։ Ուստի ես նայեցի անձնակազմից ու ասացի. այս կրակը մեր իրավիճակն է, այն գալիս է մեր շենքի ուղղությամբ, այն շենքի, որ Աստված է տվել մեզ իր ժողովրդին ծառայելու համար։ Լսեք ինձ, եթե այս շենքից դուրս գանք, պետք է ժամանակավոր տեղ գտնենք։ Պետք է նոր հեռախոսահամարներ փոխանցեք մարդկանց։ Մի քանի օր ծախսենք նման բաների համար, որը եւ կխլի մարդկանց ծառայելու մեր կարողությունը։ Ժողովուրդ, Հիսուսն ասում է Հովանու 10:10-ում. գողը գալիս է գողանալու, սպանելու եւ կործանելու։ Բայց ես եկա, որ կյանք ունենաք եւ ել ավելի կյանք կամ արտասովոր կյանք։ Տես ինչ է անում Աստված եւ ինչ է անում Սատանան։ Սատանան գալիս է գողանալու, սպանելու եւ կործանելու։ Այս կրակը գալիս է կործանելու այն, ինչ Աստված է տվել մեզ։ Մենք պիտի նստենք ու նայենք, թե ինչպես է կործանվում շենքը, կամ փախչենք այս կրակից։ Ասացի ոչ, մենք չենք պատրաստվում մեր գլուխը կռացնել մեր ոտքերի տակ ու փախչել քաղաքից։ Ասացի մենք պետք է խոսենք դրա դեմ։ Հանկարծակի նրանք սկսեցին ոգևորվել։ Դա նկատելի էր։ Ասացի Հիսուսն է ասել, որ խոսենք դրա դեմ։ Նա չասաց աղոթեք ու խնդրեք, որ Աստված հեռացնի, ասաց դուք արեք, դուք ասեք։ Ինչու՞։ Որտեղ Աստված իշխանությունը տվել երկրի վրա տղամարդկանց ու կանանց։ Սաղմոս 115:16 Երկինքները Տիրոջն են, բայց երկիրը մարդկանց որդիներին տվեց։ Հիսուսն այդ իշխանությունը տվել։ Ադամն այն հետ տվեց թշնամուն, բայց Հիսուս վերադարձրեց այն։ Այժմ մենք իշխանություն ունենք Հիսուսից տրված, եւ մենք պետք է խոսենք այս իրավիճակի դեմ։ Ասացի պետք է կոնկրետ լինել։ Բացեցի մեր փոքր գրատախտակը եւ ասացի. ցուցակ պետք է կազմենք։ Ասացի որն է առաջինը մեր ցուցակում։ Մեր շենքը չի վառվելու։ Ուստի գրեցի այն։ Համար 1. Մեր շենքը չի վառվելու։ Որն է երկրորդը։ Երկրորդը, կրակը չի վառելու մեր շենքի շուրջը երևացող որևէ բան։ Թույլ տվեք ասել, մենք գեղեցիկ կայանատեղի ունենք։ Շրջապատված գեղեցիկ ծառերով ու ծաղիկներով եւ ասացի, մենք վճարել ենք սրա համար, այդ պատճառով մենք չենք կորցնելու նույնիսկ ծաղիկ, որը մեր տեսադաշտում է։ Մենք թույլ չենք տալու, որ կրակը վառի մեր հարևան շենքերը, ներառյալ այն երկու ծառայությունների շենքերը, մենք դա էլ չենք թույլ տալու։ Ասացի մենք վճարել ենք այս ամենի համար եւ այստեղ ոչինչ չի վառվելու։ Ինձ հետ եք։ Անձնակազմս գնալով ոգևորվում էր։ Համար 3. Մենք չենք հասնելու պարտադիր էվակուացիայի։ Մենք պետք է ենթարկվենք օրենքին, ուստի պետք է աղոթենք, որ կրակը չհասնի Range Road-ին։ Դեռ 6 մղոն կա։ Համար 4. Մեզ պետք է, որ քամին փոխի իր ուղղությունը, այսինքն փչի արևելքից արևմուտք, արևմուտքից արևելք փչելու փոխարեն։ Եթե դուք այստեղ եք ապրում, ապա հասկացաք, որ շատ անսովոր խնդրանք է, քանի որ քամին փչում արևմուտքից կամ հյուսիսից, ամռանը սովորաբար արևմուտքից, շատ հազվադեպ է այն արևելքից արևմուտք փչում։ Հաջորդը անձրևի կարիքն է, քանի որ շաբաթներով անձրև չենք ունեցել։ Եվ վերջինը կրակը մարի։ Ես նայեցի անձնակազմից եւ հարցրեցի. երբ ենք ստանալու պատասխանը, երբ կրակը մարի։ Ասացին այո, իսկ ես ասացի ոչ։ Մենք այդ ժամանակ չենք ստանալու մեր աղոթքի պատասխանը։ Լսեք, թե Հիսուսն ինչ է ասում Մարկոս 11:24։ Սրա համար ասում եմ ձեզ ինչ բան, որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե պիտի առնեք։
Եվ պիտի լինի ձեզ։ Նա ասում է հավատացեք, որ կառնեք, երբ աղոթեք։ Ասացի Հիսուսի անով մենք կստանանք, երբ աղոթենք։ Ես կարծես ֆուտբոլի թիմի մարզիչ լինեի, ես փոխանցում էի գնդակը, նրանք ուրախանում էին։ Ասացի պատրաստ եք, ասացին այո։ Մենք դուրս եկանք կայանատեղի։ Միակ մարդը, որ մնաց սենյակում, մեր քարտուղարուհին էր, ով ի դեպ ռադիոյով վերջին լուրերն էր լսում հրդեհի տարածվելու մասին։ Մենք կայանատեղում կանգնած ենք եւ նայում ենք ծխի քուլաներին եւ գմ։ Մենք սկսեցինք աղոթել, ասացի բոլորդ աղոթեք ու հռչակեք մեր ցուցակում գրվածը, ես ասում էի, նրանք կրկնում էին։ Աստված եւ անձնակազմից ոմանք այստեղ վկա են։ Մինչ մենք աղոթում էինք, քամին փոխեց ուղղությունը։ Շարունակությունը լսեք։ Այն փչում էր մեր դեմքին, երբ կանգնած էինք, հանկարծակի սկսեց փչել մեր ետևից, արևելքից արևմուտք։ Անձնակազմից մեկն ասաց ինձ. «Դու էլ ես զգում այն, ինչ ես եմ զգում»։ Այո, մեր քարտուղարուհին վազելով դուրս եկավ, հաղորդում են, որ թեև 3 օր է քամին արևմուտքից արևելք էր փչում, այժմ փոխել է իր ուղղությունը արևելքից արևմուտք։ Ասացի գիտենք, մենք զգում ենք։ Այդ օրը ես գնացի տուն, որը մի քանի մղոն դեպի արևելք էր մեր գրասենյակից։ Այդ ժամանակ ես տեսա ամենաանհավանական բանը. քամին դեռ փչում էր արևելքից արևմուտք, բայց կրակը գալիս էր արևմուտքից արևելք։ Քամին դեռ փչում էր արևելքից արևմուտք, բայց կրակը գալիս էր արևմուտքից արևելք, որն էլ մարեց կրակը։ Հաջորդ 7-ից 10 օրերի ընթացքում կրակը ամբողջովին մարեց, այդպես էլ չհասնելով Range Road-ին։ Ինչ տեղի ունեցավ։ Մենք կանգնեցինք Հիսուս Քրիստոսի անվան զորությամբ և խոսեցինք այդ սարերին։ Եթե ասես և հավատաս սրտումդ, սարը ծովը կընկնի։ Ես կասեմ, թե ինչ տեղ ունեցավ իմ անձնակազմի հետ, զարմանալի է։ Մեր անձնակազմը այլևս երբեք նույնը չմնաց։ Ձեզնից ոմանք առավոտյան այստեղ եք եկել և տեսել եք, որ իմ անձնակազմը վայրի է դառնում, երբ աղոթում է։ Մենք գրատախտակ ունենք, և մեր յուրաքանչյուր բաժինը գրում է իր աղոթքի առաջին 3 կարիքները։ Մենք աղոթում ենք այդ կարիքների համար և թույլ տվեք ասել, որ տեսել ենք Աստծո պատասխանները։ Թույլ տվեք ասել, որ այդ հրդեհը փոխեց իմ անձնակազմի բնավորությունը։ Փորձառությունը ևս հույս է ծնում։ Շատերը հավատք չունեն, քանի որ հույս չունեն։ Հավատքը հուսացած բաների ապացույցն է։ Ուշացած հույսը սիրտը կհիվանդացնի։ Շատերը հույս չունեն։ Երբ իմ անձնակազմը սեփական փորձառությամբ հասկացավ Աստծո արածը, նրանք ամեն բանի կարող են հավատալ։ Հիմա նրանք ամեն բանի համար հավատք ունեն։ Ահա թե ինչ է պետք արտասովոր կյանք ապրելու համար։ Ահա թե ինչի համար է Աստված կանչել մեզ։ Մենք պետք է իմանանք, որ երկինքը մեր մեջքին կանգնած է։ Երբ ունես Աստծո սիրտը, երբ ունես Աստծո միտքը, երբ իր կամքն ես անում, ոչինչ եւ ոչ մի բան չի կարող կանգնել քո ճանապարհին։ Ոչ մի բան, ասացի, ոչ մի բան չի կարող կանգնել քո ճանապարհին։ Հիսուս խոսում էր ֆիզիկական լեռան մասին։ Խոսեք դրան եւ հրամայեք, որ ծովն ընկնի։ Ես բազում անգամներ տեսել եմ Աստծո գործը մեր ծառայության մեջ, թե ֆինանսական, թե այլ։ Ահա թե ինչպես պետք է ապրի Ամերիկան։ Շատ մարդիկ կան, որ լավն են, սիրում են Աստծուն, բայց զորություն չունեն։ Մենք պետք է զորության մարդիկ լինենք։ Ամեն։ Թույլ տվեք մի բան ասել։ Մի հանդուրժեք այն, ինչից ազատելու համար Հիսուսն այդքան թանկ վճարեց։ Մի հանդուրժեք մահը, մի հանդուրժեք կործանումը, մի հանդուրժեք գողությունը, մի հանդուրժեք այն։ Այն, ինչ երբևէ գողացել են ինձնից, ես հետ եմ պահանջել։ Ասել եմ, Սատանա, դու գողացել ես, բայց եւ բռնվել ես։ Ես հետ եմ պահանջում այն, ոչ թե մեկ, այլ 7-նապատիկը։ Այդպես է ասում Առակաց գիրքը։ Մի բան էլ ասեմ, դուք իսկական սուր ունեք։ Նա սուր չունի։ Հիսուս վերցրել է այն։ Գիտեք նա ինչ է անում, միակ բանը, որ նա ունի, վախն է։ Նրա միակ զենքը քեզ լռեցնելն է, քեզ այդ սուրը օգտագործելուց խանգարելն է, որն Աստծո խոսքն է։ Նա փոքր շան նման է, որը բարձր հաչում է, բայց նրան կարելի է ոտքի մեկ հրոցով հեռացնել։
փոքր շունը հետ է գալիս։ Կորիր այստեղից։ Մի անգամ էլ բարկանում ես ու ուժեղ հարվածում ասելով չքվիր այստեղից։ Ես շներին չեմ հարվածում, ինքս էլ մի շնիկ ունեմ, մի անհանգստացեք։ Բայց այդ փոքր շունը գիտի, որ ինձ չի կարելի բարկացնել։ Իմ պուդելը երբեմն կարծում է, թե ինքը դոբերման է։ Բայց ես նրան ասում եմ, թե ով է մեծ։ Սատանան էլ մռնչացող առյուծի նման ման է գալիս, բայց նա առյուծ չէ։ Հիսուսն է առյուծը։ Լավ։ Սատանան ընդամենը նման է։ Նա մեծ երախ ունի, բայց չի կարող կծել։ Նա զինաթափված է։ Դու կարող ես նրան կծել։ Դուք դեռ ինձ հետ եք։ Միակ բանը, որ դադարեցնում է քո արտասովոր կյանքը, դու ես։ Քանի որ Հիսուս մեծ գին վճարեց, որ դու ունենաս այդ կյանքը, Աստված խոսել է իմ սրտի հետ։ Ես պարզապես փնտրում եմ մեկին, ով կհավատա, եկեք հավատանք, եկեք չվիրավորենք Աստծո բնավորությունը։ Իմ սիրտը կոտրվում է, երբ մարդիկ ասում են, չեմ հավատում, որ Աստված կարող է սա անել։ Դա նման է նրան, որ մի փոքր աղջիկ հորն ասում է, ինձ մի զգեստ կբերես այսօր ու ամբողջ օրն ասում է, գիտեմ, որ չես բերի։ Դու չես բերի այն։ Դա կկոտրի հոր սիրտը։ Ինչ ես կարծում, ես իմ խոսքում գրել եմ, որ չանեմ։ Եթե մեր երկրավոր հայրը կանի, որքան առավել մեր երկնավոր հայրը, ես չեմ ուզում վիրավորել նրան։ Հետևում եք ինձ։ Ես չեմ ուզում վիրավորել նրա ազնվությունը։ Նա մարդ չի, որ խաբի։ Եթե ասում է խոսեք իրավիճակին, ուրեմն խոսեք եւ համոզված եղեք, որ երկինքը ձեր թիկունքին կանգնած է։ Մի բան ստացաք այս դասից։ Մի բան ստացաք։ Ամեն։